8 տարի առաջ Գյումրիում ջերմոց հիմնած Ցոլակ Չադրյանը Ռուսաստանի սահմանած արգելքից հետո կանգնած է ծաղիկներն իրացնելու խնդրի առաջ։ Փորձել է ինքնուրույն նոր շուկա գտնել, որոշ խմբականակ արտահանել է Ռումինիա, բայց ասում է եկամտաբեր չէ, ճանապարհածախսը թանկ է, վարդը էժան։ Միջին արժեքը հաշվարկել ենք մոտ 80 դրամ է գալիս։ Այն դեպքում, երբ որ ասենք այն մյուս ուրեմն բիզնես գործընկերոջ հետ այդ գումարը կազմել է 150-ից մինչև 200 դրամ։ Երկու անգամ թեկուզ ցածր արժեքով վարդերն արտահանել է, որովհետև այլընտրանքը պարզապես թափելն էր։ Մենք չենք կարող չուղարկել, որտեղ եթե չուղարկենք պետք է թափենք այդ ապրանքը։ Շուկան մեր ի վիճակի չէ այդ քանակության ապրանքը ընդունելու։ Ամենամոտ ու հարմար շուկան Ռուսաստանն էր, պնդում է։ Ռումինիան հեռու է, լոգիստիկ առումով թանկ։ Լոգիստիկ առումով ճանապարհածախսը թանկ է նստում, նախ այն պատճառով, որ ինքը ավելի հեռու է, քան Ռուսաստանի Դաշնությունը, երկրորդն էլ այն, որ այնտեղ շատ ճանապարհներ հիմնականում վճարովի է։ Այսինքն, երբ որ բեռնատար մեքենան ուզում է արագ տեղ հասնել, իսկ դուք գիտեք, վարդը ընդհանրապես պտուղ բանջարեղենը արագ փչանալու հատկություն ունի, իրենք փորձում են վճարովի ճանապարհներով անցնել, որը հավելյալ ծախս է տվյալ ընկերության վրա։ Մոսկվան անցած ամիս ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ ոչ միայն հայկական ծաղիկների, այլև միրգ բանջարեղենի մի քանի տեսակի ալկոհոլի ու ջերմուկի ներկրումն ու վաճառքն է արգելել։ Գյումրեցի գործարարը այս ամենից հետո նոր շուկաներ գտնելու Հայաստանի կառավարության քայլերին ուշադիր հետևում է, բայց չի հասկանում, թե ինչու է գործադիրը որոշել առաջին հերթին ոչ թե տնտեսվարողներին, այլ արտահանողներին աջակցել։ Կառավարությունը վերջերս որոշեց սուբսիդավորել վարդերի արտահանումը, արտահանողին 37 դրամ տրամադրելով մեկ վարդի դիմաց։ Բայց այստեղ ես հարց ունեմ, ասենք, ինչի պիտի վնասը ես կրեմ, բայց փոխհատուցում ստանա լոգիստիկ ընկերությունը։ Որովհետև ես եմ արտադրողը, ես եմ այդ վնասը կրել։ Ասենք լոգիստիկ ընկերությունը կարող է ոչ մի վնասը չկրի, որովհետև ինքը իր մարժեն ունի, տեղափոխման այդ գումարը վերցնում է։ Ես կարծում եմ, այստեղ կառավարությունը իր որոշումը վերանայելու անպայման խնդիր ունի։ Գործադիրի երեկվա նիստում էկոնոմիկայի նախարարը թարմ տվյալներ ներկայացրեց Գևորգ Պապոյանի խոսքով հունիսի 1-ից 17-ը Հայաստանից 17 տոննա ծաղիկ է արտահանվել, նրա ներկայացրած աշխարհագրությունն էլ բավականին լայն էր, 14 երկրի անուն տվեց Արաբական Միացյալ Էմիրություններից մինչև Ֆրանսիա ու Նիդերլանդներ։ Ջերմոցային տնտեսություններին կես տարով վարկային սուբսիդիայի ծրագիրը հաստատելիս վարչապետն իր հերթին հայտարարեց, թե տնտեսությունը ադապտացվում է փոփոխություններին։ Մեր տնտեսությունը ադապտացիայի բավականին լավ տեմպեր է ցույց տալիս եւ մենք ուզում ենք այս եւ նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Չադրյանը երկու ձեռքով կողմ է տնտեսության դիվերսիֆիկացմանը, որ մեկ երկրից կախվածություն չլինի, բայց կարծում է գործադիրի ու արտադրողի կապ չկա, այլապես իրենց կարծիքն էլ կլսեին։ Պետություն, տնտեսվարող շփում ընդհանրապես չեմ տեսնում այն քննարկումները, որը այդքան անհրաժեշտ է, սպայն չեմ տեսնում ես։ Ցոլակ Չադրյանը պնդում է, քանի դեռ ջերմոցային տնտեսությունների համար չի սկսվել ջեռուցման սեզոնը, պետք է շատ արագ ելք գտնել, այլապես իրացման խնդրին կգումարվի ռուսական գազը։ Մենք հիմնականում կախված ենք ռուսական շուկայից եւ ռուսական գազից։ Այսինքն երկու առումով մենք թիրախ ենք դարձել իրենց համար ու այս պարագայում եթե մենք պատկերացրեք այս պահին վտանգը տեսնում ենք միայն իրացման շուկաների հետ կապված, մենք նաև չենք կարող ճիշտ եմ բացառել, որ 2 ամիս կամ 3 ամիս հետո, երբ տնտեսվարողները կգան հասնեն ավելի ցուրտ եղանակային պայմանների, իրենք պետք է նաև սկսեն գազ սպառել։ Նաև մենք կարող ենք խնդիր ունենանք գազի սպառման հետ կապված ու այ նոր իսկական դժվարությունները մենք կտեսնենք։ Երիտասարդ գործարարը ջերմոցը հիմնելու համար շուրջ $900,000 վարկ է վերցրել, $190,000 միայն տոկոս է մուծել, պետական սուբսիդավորումից չի օգտվել, քանի որ այդ ծրագրի հաստատումից 2 ամիս շուտ է սկսել ջերմոցի կառուցումը ու տարբեր կառույցների դիմումները դրական արդյունք չեն տվել։ Հիմա ասում է, եթե այսպես շարունակվի, ստիպված կլինի 12 աշխատողին տուն ուղարկել ու ջերմոցի դռները փակել։ Իսկ Հայաստանում, եթե ջերմոցները սկսվեն փակվել, ապա մի քանի տասնյակ հազար մարդ առանց գործ կմնա, պնդում է մասնագիտությամբ տնտեսագետ Չադրյանը։ Եվ եթե մենք 1 հեկտարի հաշվարկով ընդունենք 15-ից 20 աշխատատեղ փակվի,
1800 անգամ եթե անեք 15-ից 20, դա մոտ 30,000 աշխատատեղերի մասին է խոսքը։ Տեղական շուկայում իրացումը իրատեսական չի համարում, ջերմոցային տնտեսություններն օրական մի քանի միլիոն հատ վարդ են արտադրում, պահանջարկից մի քանի անգամ ավելի, տեղական շուկայում նաև կտրուկ գնանկում է, Ցոլակն այստեղ պապի խոսքերն է հիշում։ Ապրանքի էժանության ժամանակ առնողին խիղճ չկա, թանկի ժամանակ էլ վաճառողին խիղճ չկա։